Ողջույն, Բուն TV եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերություններից, դրանց համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումներից եւ իմ հյուրն է արտաքին ու անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Բարև պարոն Քոչյան, ես եմ շնորհակալ հրավերի Նախ ես ուզում եմ ձեզ ողջունել, պարոն Պետրոսյան, վերադարձել եք Միացյալ Նահանգներից։ Ես այսպես ասեմ, ձեր տեղը Հայաստանի հասարակական կյանքում շատ լավ երևում էր եւ շատ ուրախ եմ, որ արդեն Երևանում եք եւ կարողանաք զբաղվել ձեր անմիջական գործունեությամբ։ Պարոն Պետրոսյան, ուրեմն մենք կարանք ձեր հետ արձանագրենք երևի թե որ վերջին 3 տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը գնում է ուղղակի աննախադեպ տեմպով։ Մենք ըստ էության 3 տարի առաջ սկսեցինք ռազմավարական երկխոսության մակարդակից, որը ամենացածր մակարդակն է գործընկերության կարելի ասել, հարաբերությունները հասցրեցինք ռազմավարական գործընկերության, որից հետո ստորագրեցինք 3 հռչակագրեր 3 կարևոր ուղղություններով, իսկ հիմա այդ հարաբերությունները հասցրեցինք ուրեմն համընդգրկուն կամ համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Ես նայեցի Միացյալ Նահանգներում ուրեմն այդ աստիճանակարգման մեջ հաջորդ աստիճանը հարաբերությունների արդեն MNNA-ն է, Major Non-NATO Ally, հիմնական ոչ ՆԱՏՕ դաշնակից, որը արդեն գործընկերություն չի, որը արդեն դաշնակցային հարաբերություններ է ֆորմատ։ Դուք ինչով եք պայմանավորում այս տեմպը, որ մենք զարգացրել ենք Միացյալ Նահանգների հարաբերությունների, որ ավելի կարող է, որ Միացյալ Նահանգներն են զարգացրել մեր այդ հարաբերությունների կառուցման։ Ես մեկ անգամ շնորհակալ եմ հրավերի համար, իսկապես հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ միջազգային հարաբերություններում Հայաստանի արտաքին քաղաքականություն շատ կարևոր տեղ են զբաղեցնում ու պետք է նշենք, որ Ամերիկան դարձել է Հայաստանի համար կարևոր անվտանգային գործընկեր ու մեր ներկայիս անվտանգային ճարտարապետության մեջ կամ մեր զսպման համակարգում նրա դերը շատ մեծ է։ Իմ կարծիքով այս գործընկերության զարգացումը պայմանավորված է թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հանգամանքներով, եթե խոսենք սուբյեկտիվի մասին երկկողմ մակարդակով մեր հետ կապված 44 օրյա պատերազմից մինչև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը թուլանում էր, հետո արդեն գոյություն չուներ եւ Հայաստանին պետք էր նոր դաշնակից իր անվտանգային ամենաառնվազն անվտանգային կարիքները ապահովելու համար եւ այդտեղ Ամերիկան առաջ եկավ որպես կարելի ասել միակներից մեկը, որ կարող էր ապահովել այն կարիքները, որ մենք ունենք, եթե մենք հիշենք Բրյուսելյան ֆորմատ օրինակ Եվրոպայից, մենք հիշում ենք, որ Ամերիկան միշտ այսպես օգնում էր, մղում էր առաջ այդ ֆորմատը, երբ որ Եվրոպան չէր կողմ Ամերիկան գալիս էր, այսինքն Հայաստանը կարիք ուներ։ Ամերիկայի տեսանկյունից Ամերիկան հեգեմոն տերություն է, որքան էլ մենք նշենք, որ աշխարհը միաբևեռից գնում է դեպի բազմաբևեռ, ամեն դեպքում Ամերիկան շարունակում է մնալ ամենաուժեղ գերտերությունը, Ամերիկան ունի շահեր ամեն տեղ եւ եթե հատկապես հարավային Կովկասում հնարավորությունը սեփական ազդեցությունը մեծացնում, Ամերիկան չէր կարող չօգտագործել։ Հիմա Հայաստանի մասով Հայաստանը ժողովրդավարական երկիր է, հատկապես երբ որ տարածաշրջանի համատեքստում եկնեմ, սա կարևոր է։ Հայաստանը քրիստոնյա երկիր է, սա նույնպես կարևոր է, այսինքն քաղաքական մշակութային նմանություն կա։ Աշխարհակահական առումով, որ իմ կարծիքով ենք օբյեկտիվին։ Սա կախված է Ռուսաստանի իմ կարծիքով տարածաշրջանում, եթե չասենք դիրքերի թուլացմամբ, առնվազն որոշ հարցերի նկատմամբ դիրքորոշման փոփոխությամբ, որը բացեց տարածք, որ Ամերիկան գա։ Այսինքն սա իմ կարծիքով օբյեկտիվ պայմաններ էր եւ հետո արդեն Տրամպի վարչակարգի ժամանակ այդ խաղաղության օրակարգը, որ իրենք ունեին, ու հատկապես Դոնալդ Տրամպի սկզբում Նոբելյան մրցանակ ստանալու ցանկությունը, այս օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքն իմ կարծիքով համընկան եւ մենք տեսանք այս process-ի ընթացքը։ Ես մի շերտ էլ կհավելեի ամբողջությամբ համաձայն լինելով ձեր նկարագրածի հետ, դա կոմունիկացիաներն են, որովհետեւ այդ միջին միջանցքի կամ տրանսկասպյան ուրեմն հաղորդողների գաղափարը Վաշինգտոնում շատ ուրեմն մեծ շրջանակ փորձագետների, քաղաքական գործիչների, քաղաքական էլիտայի ներկայացուցիչների պատկերացման մեջ Եվրասիայի ապագայի շատ մեծ տեղ է զբաղեցնում։ Եվ քաչ հայտնի է մեզ եւ ձեզ, որ այդ տրանսկասպյան հաղորդողների դեպի արևմուտք գնալու ամենակարճ հնարավոր ճանապարհը անցնում է Հայաստանով։ Էլ չասենք, որ դրա այլընտրանքը որ պետք է անցնի Վրաստանով, այս պայն Վաշինգտոնում առանձնապես մեծ պոպուլարություն ունի Վրաստանի հետ կապված, որովհետեւ Վրաստան պետությունը այսօր
Միացյալ Նահանգներում կոչվում է հակաամերիկյան պետություն, դավաճան պետություն, մեծագույն ներվ կա, հա, այսպես ասենք Վրաստանի հանդեպ եւ ըստ էության այդ կոմունիկացիաների ապաշրջափակումն ու Հայաստանի դերը դրա մեջ նույնպես ես կարծում եմ ոչ միայն մեծ, այլ նաեւ մեծացող ազդեցություն ունեցավ եւ իհարկե պատահական չէ որ թրիփի ուրեմն գաղափարը առաջ եկավ եւ ըստ էության բերեց ինչ որ կոմպրոմիսի այն հարցի շուրջ, այդ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի շուրջ Հայաստանին ու Ադրբեջանին մի պահին, երբ որ ըստ էության այդ կոմունիկացիաների ապաշրջափակումը մնացել էր վերջին թեման, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր էր էսկալացիա, համեցեք։ Ամբողջովին համաձայն եմ, իմ կարծիքով մենք ստեղ բերում ենք մի հատ կարևոր շերտ, այդ նույն աշխարհական շահը ինչ միջոցով կարելի է իրագործել, ռեալիզացնել, այսինքն Ռուսաստանի Ուկրաինայում պատերազմի ներքաշումով տարածքեր բացվեր ու այս կոմունիկացիաների միջոցով հնարավոր է դառնում ազդեցություն ստեղծել, ազդեցություն պահել, ներգրավել նոր գործընկերներ, որտեղ այն process-ը, որ մենք տեսնում ենք Հարավային Կովկասում Ռուսաստանի մասով, մենք նույնիսկ կարող ենք տեսնել Կենտրոնական Ասիայում։ Մենք տեսանք, թե ինչպես Կենտրոնական Ասիայի բոլոր regionները գնացին Սպիտակ տուն առաջի անգամ այդ ամբողջ կազմով, ու այս կոմունիկացիայի հարցը հատկապես ռուս-ուկրաինական պատերազմում սրվեց, հետո Իրանի հետ պատերազմը ցույց տվեց, որ գոյություն ունեցող ուղիները, այսպես ասած, ամբողջովին կայուն երկարաժամկետ ռիսկային են, ու մեզ համար բացվեց այս հնարավորությունը, ու Իսկ թրիփի մասով լիովին համաձայն եմ, եթե մենք հիշենք հայ-ադրբեջանական հարաբերությունը օգոստոսի 8-ից առաջ, հատկապես տարվա սկիզբ, Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ երևույթներ ենք տեսնում, որոնք մեզ ստիպում են մտածել, որ պատերազմի ամեն հավանականություն այսպես կա, թե չեմ կասում ավիափոխադրումների մասով այդ փոփոխականներ տանում նրան, ինչ որ մենք ունենք 44 օրից առաջ, դու Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ իրենք ասեցել են պատերազմ։ Դեն ամեն դեպքում կար պատերազմի ռիսկ ու Չերնույեկի էսկալացիայի մասով նույնպես նշվում է, որ այդ ժամանակ խնդիրը, պատճառաբանումը, առիթ ադրբեջանական կողմից նշվում է, որ Հայաստանը իր պարտավորությունները ճանապարհների բացման հետ կապված չի իրականացնում եւ այն։ Ու այստեղ այս բաղադրիչը, երբ որ թրիփը կարողացավ այդ հակամարտային օրակարգից դուրս գալ ու ոչ միայն դուրս եկավ, այլ նաև Հայաստանի համար դարձավ անվտանգության երաշխիքի նման մի բան առնվազն այս պահին, միջիմա, լիովին կիսում եմ այդ մոտեցումը։ Այս ամեն ինչի ուրեմն հակառակորդները, երբ որ խոսում ենք հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումից, Հայաստան-արևմուտք հարաբերությունների զարգացումից, ասում են, հա, բայց ու Միացյալ Նահանգները այստեղ ուղիղ չեն գալու կամ արևմուտքը այստեղ ուղիղ չի գալու, գալու են Թուրքիայի միջոցով եւ այս տարածաշրջանի համար արևմուտքը Թուրքիան է։ Եվ ուրեմն երբ որ մենք խոսում ենք հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումից, մենք իրականում խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից։ Ընդ որում այս խոսակցությունը իրանք բերելով ասում են, սա տեղավորում են նաեւ ինչ որ չափով այդ հայտնի դիլեմայի հետ, որը որ տասնամյակներ շարունակ այս երկրում քարոզվել է, որ կամ ռուսնա կամ թուրքնա։ Ինչ կարծիք ունեք այդ թեմայի շուրջ։ Համաձայն եմ, Թուրքիայի խաղաղ Ռուսաստան միշտ օգտագործում է Հայաստանում վաղ սերմանելու, Հայաստանը իր ազդեցության տարածքում պահելու, դրա վառ օրինակը հենց ռուսական բազան է հողի վրա, ու քանի որ այս ամերիկական ծրագրերը նույն թրիփը շատ գրավիչ է, շատ լավն է, բարդ է քննադատել, շատ խնդրեմ գտնել, պետք է ինչ-որ մի բան գտնել, դրա հետ կապել, դրա ամենահեշտ այս բանը նաև թվում է արդյունավետ տարբերակը թուրքական այդ վախը վախեցնելն է։ Այստեղ իմ կարծիքով մենք ուղղակի պետք է նշենք, որ աշխարհակահաղական process-ները դինամիկ են, այո, կան օրենքներ, որոնք աշխատում են, բայց դինամիկ փոխվում են, ու նույն Վրաստանի մասով այն փոփոխություն, որ տեղի ունեցավ։ Վրաստանը առնվազն 10 տարի Ամերիկայի դատաշրջան դաշնակիցներից մեկն էր, որոշ հետաքրքրություններ իրականացնում են Վրաստանի միջոցով, հիմա դա փոխվել է։ Ու Հայաստանը իրականում հնարավորություն ունի այդ առումով դառնալ դաշնակիցներից մեկը։ Ոչ մեկ չի կարող ասել, որ Թուրքիայի դերը քիչ է, բայց մենք պետք է մեր հանդիսատեսի կամ լսողներին ընկերներին հիշեցնենք, թե Թուրքիան ինչ նշանակություն ունի, չէ՞։ Հատկապես Սառը պատերազմի ժամանակ, Սառը պատերազմ Խորհրդային Միության ամենամոտ կանգնած երկրներից մեկը խոշոր բանակով, որ պատրաստ էր մասնակցել, ՆԱՏՕ-ի ամենամեծ ցամաքային զորք ունեցող պետություններից երկրորդն է, այո, դա նշանակություն ունի, բայց չի նշանակում, որ Ամերիկա-Թուրքիա լավ հարաբերությունները ազդելու են Ամերիկա-Հայաստան հարաբերությունների վրա։ Ու նույնիսկ եթե Թուրքիան մենք կարող ենք Թուրքիայի միջոցով Հայաստանի անվտանգությունը բարձրացնել, մենք դա պետք է անենք։ Այո։ Ու ստեղ մի հատ հարց է կա, որ մենք պետք է իմ կարծիքով միշտ նշենք, որ
քաղաքականություն ոչ թե մեր ցանկությունների մասին, ինչպես մենք կուզեինք որ լիներ, այլ հնարավորությունների մասին է։ Ու մի բան էլ ասեմ, այդ որ երբեք դա չի լինելու բան, պատմությունը, եթե մենք օրինակ նայենք 1840-ականների առաջի կես կամ երկրորդ ով էր մտածում որ խորհրդային միությունը փլուզվելու է, ով էր մտածում որ սոցիալիստական ճամփորդի երկրները դուրս են գալու ոչ միայն այդ նույն սոցիալիստական ճամփորդից անկախանալու են, ով կարող էր մտածել, ով 2017 թվականի աշտոնը կմտածեր որ Հայաստանում 18-ին Թավշյա հեղափոխություն պետք է լինի։ Բոլոր սցենարները հնարավոր են, պատմություն ցույց է տալիս, որ պետք է դրանց պատրաստվել ուղղակի։ Թուրքիայի հետ կապված ես մի բան կհավելեմ, ամբողջությամբ համաձայնելով ձեր մոտեցումների հետ, ես կարծում եմ տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ Թուրքիայի հետ հարաբերվել ենք իբրև համայնք, ոչ իբրև պետություն։ Ունենալով այսպես միտք, որ մենք ունենք պաշտպան, մենք ունենք դաշնակից, որը եկել այդ սահմանը պահում է եւ մենք ինչ ուզենք ու ոնց ուզենք կարանք մեզ պահենք կոպիտ ասած, ոնց որ իրան կարա պահի օրինակ Լոս Անջելեսի հայկական համայնքը կամ իրան կարա պահի Մոսկվայի հայկական համայնքը, հա, բայց վերջին 6-7 տարիների ընթացքում մեր տեղի ունեցածը մեր ամենամեծ այսպես քննություններ ու առհավատչան էր նրա, որ չէ մենք համայնք չենք, մենք մեզ չենք կարա պահենք որպես համայնք, մենք մեզ պետքա պահենք որպես պետություն։ Մենք 3 միլիոնոց պետություն ենք, որը ունի ուրեմն իր երկրորդ ամենաերկար սահմանը 90 միլիոնանոց Թուրքիայի հետ եւ դա մեզ դուր է գալի, դուր չի գալիս, դա մեր հոգին վեհացնում է, թե չէ վեհացնում, դա համադրելի է արդարության ու բարոյականության մասին մեր պատկերացումների հետ թե չէ, դրանից այդ փաստը չի փոխվում։ Ավելին, ըստ էության դեպի արևմուտք մեր հիմնական լոգիստիկ ենթակառուցվածքները այսպես թե այնպես անցնելու են Թուրքիայով։ Որտեղ Վրաստանով անցնող ճանապարհը, եթե նորից գնում է Թուրքիայով, ուղղակի երկարացնում է այդ ճանապարհը։ Եթե Վրաստանով գնացող ճանապարհը անցնում է ծովով, ինքը թանկ ճանապարհ է, որովհետև այնտեղ պետք է մոդուլներ փոխվեն։ Իսկ Թուրքիայով անցնող ճանապարհը դա ըստ էության հնարավորությունն է Երևանում բեռը դնել գնացքի վրա, դա հասցնել Բեռլին առանց որևէ փոփոխության։ Եվ դա է մեր ճանապարհը, նորից դա մեզ դուր է գալի թե դուր չի գալիս, բայց այդտեղ հետաքրքիր է, որ նաև Թուրքիայի ճանապարհն էլ դեպի արևելք անցնում է մեզանով, ստեղծելով որոշակի փոխկախվածության համակարգ, ինչը երևի թե խաղաղության ամենամեծ գրավականը կլինի։ Բայց վերադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, պարոն Պետրոսյան, մենք տեսնում ենք ձեր հետ նաև բավականին այսպես լուրջ ուրեմն հավակնոտ գաղափարներ համագործակցության ուրեմն արհեստական բանականության, կիսահաղորդիչների, բավականին լուրջ թվերով ներդրումների մասին է գնում խոսակցությունը, հասնող միլիարդների ուղղակի։ Այս ամեն ինչը ինչ եք դուք կարծում էլի սուբյեկտիվ բաղադրիչների մեջ ունի, որտեղ մենք ձեր հետ գիտենք, որ այնտեղ կան հայազգի գործարարներ, կա որոշակի մասնակցություն ուրեմն հայազգի top մենեջերների այդ ընկերությունների մեջ, թե կա օբյեկտիվ ինչ որ չափորոշիչ, որը որ ստիպում է այդ գործընկերությունը այդ ներդրումները բերելու մեր տարածաշրջանը եւ իմաստավորի Հայաստան։ Ամերիկայի հետ հարաբերությունը, եթե մենք նայենք ամերիկան, որ հարաբերությունների կառուցում տարբեր երկրների հետ, շահը պարզ ասվում է, որն է այդ շահը։ Ու երբ որ դա պարզացվում է, դա լավ է։ Նշանակում է, որ պարզ կողմերը գիտեն այդ ինչ են ակնկալում, այդ ուղղությամբ պետք է աշխատեն ու ամենալավն է, քանի այդ շահը կա, այդ հարաբերություններն կան, հետո որ դա կանխատեսելի է։ Այո։ Հիմա երբ որ հայ-ամերիկյան հարաբերություն Հայաստան նույնպես ինչ որ կշիռ է ձեռբերում, ինչ որ մի բան անելով։ Նույնիսկ այս հազվագյուտ մետաղների հետ կապված պայմանագիր որ կնքվեց, դա մեզ համար լավ է։ Դա նշանակում է, որ մենք մեզնից արժեք ենք ներկայացնում, երբ որ ինչ-որ մեր հետ կապված ինչ-որ խնդիր լինի, ամերիկական որոշակի շահ կարող է տուժել, հետո որ ամերիկան ավելի շատ հետաքրքրված է լինելու։ Այսինքն այդ հարաբերությունները զարգանում են ոչ թե բարի կամքի, խղճի, մեղքի, լավ ազգեն, օգնենք իրենց առաջի քրիստոնեազն են, որ մենք տեսանք, որ չաշխատեց, այլ կոնկրետ շահի վրա են հիմնվում։ Հիմա իմ կարծիքով սա նաև հնարավորություն է, որ մենք հասկանանք մենք ինչ պոտենցիալ ունենք, մենք ինչ բան կարող ենք առաջարկել։ Ու ամերիկյան կողմը իմ կարծիքով նաև մեզ օգնում է հասկանալ, թե մենք որտեղ ենք մցակցային այս պահին աշխարհում ինչ ունենք առաջարկել։ Ինչ ունենք առաջարկելու, մեզ օգնում են գալի հետազոտում, ասում են դուք սա կարող եք անել, ու դա մեզ իմ կարծիքով օգնում է։ Իմ կարծիքով այստեղ օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքներ կան, իմ կարծիքով ամենտեղ կա սուբյեկտիվ հանգամանքը, բայց եթե չլինի օբյեկտիվ միջավայր, այդ սուբյեկտիվ իմ կարծիքով կլինի ոչ բավարար։ Իսկ իմ կարծիքով այս երկուսի համադրությունը, երբ որ կա օբյեկտիվ շահ, բայց կա նաև մարդիկ, ովքեր հետաքրքրված են այդ շահը առաջ տանելով, մենք ունենում ենք արդյունք։ Ու ինձ թվում է, որ այն տեմպը, որ կա ու այն ոլորտները, որ կան, սա օգնում է, որ Հայաստանի բրենդինգը աշխարհում։ Իսկ մենք ուղղակի բրենդինգի խնդիր ունենք։ Մեր բրենդինգը եթե ցեղասպանված լինելներ կամ առաջի քրիստոնեաց, այդ ամենը կարևոր է
մի բանը մեկին իրանք իրար բացառող չեն, բայց դա բավարար չի։ Ու մենք հասկացանք դա բավարար չի։ Հիմա մեզ պետք են նոր բրենդեր, նոր արժեք, որ մենք մեզ։ Ու մենք տեսանք Ադրբեջանի պարագայում, թե ինչ նշանակություն ունի British Petroleum-ի շահերը։ Չէ, այնտեղ մենք շատ լավ դա հիշում ենք։ Հիմա նույնը մենք պետք է փորձենք որոշակի կերպով ստեղծել ու մենակ մի բան ցանկում եմ Թուրքիայի մասով հատկապես, որ Կիսլովեն մոտենում ենք պետություն որպես պետք է հարաբերվենք Թուրքիայի հետ։ Մի մեծ խնդիր կա, որ մենք դրա մասին չենք խոսում, բայց ես վստահ եմ, որ հարևաններ խոսում, միջազգայիններն են խոսում, թե այդ հարևանները Հայաստանին ոնց են հասկանում։ Եթե մեզ թվում է, որ իրանք մեզ պատկերացնում են որպես այ հայերն են, ում հետ մենք կոնֆլիկտներ ենք ունեցել, պատկերացնում ենք, ես դա կա, բայց իմ կարծիքով իրանք հիմնական խնդիրն է, որ իրանք նշում նաև ընկալում են դա այդպես է, որ Հայաստանը Ռուսաստանի շահերի ներկայացուցիչն է հարավային, Հայաստանը ֆորպոստ է, կլիենտ է, ու վստահության խնդիր կար։ Ինչ հետները խոսանք, հենա ռուսների հետ խոսանք։ Որտեղ կարող իրանց հետ խոսանք, իրանք գնան պատմեն, կամ մի բան հասնեն, կամ դեպքում իրանք պետքա գնան ճշտեն։ Չէ, բայց իրանք չեն որոշում կայացնողը, էլի։ Մեն անգամից որոշում կայացնողի հետ խոսանք, ռուսների հետ խոսանք, ռուսները իրանց արդեն կասեն իրանք։ Ռուսների հետ կասեն ու դրա համար մենք տեղյակ չենք կլնում ինչեր կատարվում, համ իշխանությունները տեղյակ չեն, համ ժողովուրդը տեղյակ չէր։ Ու այդ բազան դրա վաղ այդ բազան այնտեղ է որ պաշտպանի Հայաստանի Թուրքիայից, դա այն բազան այնտեղ է որ ռուսական շահը ցույց տալու հարավային Կովկասում Ռուսաստանի ուժի պրոյեկցիա ունի։ Նույնը Լեռնային Ղարաբաղի հետ կապված Իրանի դեպքում է, դա Սյունիքի հետ կապված հարցեր։ Այսինքն մենք պետք է փորձենք հասկանանք, մենք ֆորպոստ ենք ու նշվեց, չէ՞, ամենաբարձր մակարդակով ֆորպոստ ենք եղել։ Սա իմ կարծիքը չի։ Փաստի արձանագրում եղավ ամենաբարձր մակարդակով։ Ու այս ու դա բոլոր բացասական հետևանքներ ունի։ Հիմա մենք հնարավորություն ունենք շարունակել այդ նույն ճանապարհով, որը չաշխատեց, թե փորձենք դիրքավորվել ու օգտվել այն էսպայն ստեղծված բոլոր հնարավորություններից։ Ընդ որում, պարոն Պետրոսյան, հետաքրքիր է նաև, որ այ հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկան, որի մասին ինձ հետ խոսում ենք, ինքը այդպեսին դարավ այն պայից սկսած, երբ որ Հայաստանում ըստեյության այդ քաղաքական որոշումը կայացվեց, որ մենք այլևս չենք ուզում լինենք ֆորպոստ։ Եթե մենք ժամանակակրորեն նայենք, այն ամեն ինչ որ դուք ասացիք Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում, կարանք մենք ասենք նաև Միացյալ Նահանգների հետ համատեքստում։ Ավելացնելով այս խոսակցությունը նաև էներգետիկայի ուրեմն բաղադրիչ է, որովհետև ես կարծեմ դա էլ է դառնում գնալով ավելի մեծ ուրեմն էլեմենտ հայ-ամերիկյան հարաբերությունների, դա միջուկային էներգետիկան է եւ հատկապես այդ մոդուլային ատոմակայանների խոսակցությունն է, թեպետ ես ինչքան հասկանում եմ, պարտադիր չի որ Միացյալ Նահանգների հետ միջուկային համագործակցություն ունի, բացառապես մոդուլային։ Ես ուրեմն մենք հետազոտություն ենք մի փոքր եւ հասկացել ենք, որ Միացյալ Նահանգները վերջին առնվազն 50 տարվա մեջ չի արտահանել այս տեխնոլոգիան իր երկրից։ Այսինքն ինքը որևէ տեղ միջուկային ռեակտոր չի կառուցել, բացի իր երկրի ներսից։ Եվ ինչ որ չափով Թրամփի ադմինիստրացիան սա փորձում է դարձնել եւ նորից այսպես արտահանման ապրանք, արտահանման ծառայություն եւ դրա վրա գումար աշխատել։ Ու վերադառնալով այն ձեր մտքին, որ ամենալավ հարաբերությունները դրանք այն հարաբերություններն, որոնք կանխատեսելի են, իսկ կանխատեսելի են հիմնականում այն հարաբերությունները, որոնք հիմնված են շահի վրա, համաձայնվեք, որ միջուկային ռեակտորի շուրջ համագործակցություն հեռանկարայիններից մեկն է, որտեղ ինքը շատ երկարաժամկետ է։ Եթե այստեղ կառուցվում է միջուկային ռեակտոր ամերիկյան, ինքը առաջիկա 50, 60, 70, 80 տարվա կտրվածքով կանխատեսելի եւ լուրջ համագործակցություն է ենթադրում։ Ես մի անգամ համաձայն եմ, մի հատ փոքր նախաբանք ուզեմ տամ միջ էներգետիկայի մասը, սրա մասին երկուանել եմ մտածում, երբ որ ֆոն դեր լայնի հայտարարություններով տնտեսության հետ կապված, բայց ես 3 տարվա ընթացքում մենք ինչ ենք տեսնում, որ Հայաստանի անվտանգային համակարգը սկսում է, որ ամենամեծ առաջի կարիքն է, անվտանգություն չունենալ պատերազմ, ԵՄ-ի, ԱՄՆ-ի օգնությամբ մենք ձևավորում ենք նոր անվտանգային ճարտարապետություն, այսինքն մեր անվտանգությունը արդեն չի ապահովում իրական Ռուսաստանը, ու հեսա մեր համար մեծ հաջողություն է։ Սա ինձ թվում է մեր մտավախություն տնտեսությունն էր, ու մենք հիմա տեսնում ենք, որ մեր տնտեսությունները այսպես հարվածում են, ու Եվրոպայի այսպես ասած գալը այդպիսի հայտարարություն անելը կարող այդ ներդրումներ 80% ապրանքներ առանց մաքսատու նշում է որ մենք տնտեսության հետ կապված ենք տեղաշարժ ունենում ու հետո գալիս են ասում բա գազը բա էներգետիկան հիմա իմ կարծիքով այս բլոկը շատ լավ տեղավորվում է այս ամբողջ պատկերի մեջ ու իհարկե ունենալ Ամերիկայի հետ դա համագործակցությամբ իմ կարծիքով մեզ համար շատ մեծ հաջողություն է ու Ամերիկանը իրական իրանք են փորձում բացակցային լեն, իրանք են տեսնում որ օրինակ այն իրանք որ անում են 15 տարի կամ 20 տարի դա հիմա բավարար չէ, հիմա օրինակ փաստորեն Հայաստանում սեփական ազդեցությունը մեծացնող կամ գոնե Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնումը խնդիր կա կոնկրետ գործ անելու, դա արտահայտվում է միջուկային ռեակտորի միջոցով մոդուլային։ Ուրեմն դա պետք է սկսել անել։
ու որ դա ինչ-որ միտեղ չի եղել, այո, կարող է մի քիչ մտահոգիչ լինի, բայց ինչ-որ բան ամենակում առաջինը լինում է։ Հիմա մենք է պետք է տեսնենք ուրիշ ինչ հնարավորություններ մենք ունենք։ Ու դա էլ դառնալու է տրիպի նման մեկ այլ կարևոր իրական անվտանգային երաշխիք իմ կարծիքով։ Մեր զսպման համակարգը յուրահատուկ է։ Ինքը երբեք ես չեմ կարծում, որ մենք ինչ-որ մի բանի կարող ենք հասնել, որ զսպման համակարգը մեր կառուցվածքի միակ մեր բանակի։ Այո։ Պարոն Պետրոսյան, մենք թրիփին կվերադառնանք շուտով, բայց ես մինչև այդ եւս մեկ շերտ եմ ուզում ենք այդ խոսենք հայ-ամերիկյան հարաբերությունների, դա Միացյալ Նահանգներում բնակվող հայկական բնակչությունն է եւ իր ներկայացուցչական կառույցները, ԱՆԿԱ, 3A եւ այլն։ Ես իմ փորձառությունն եմ ուզում ձեզ պատմեմ, վստահ եմ դուք էլ ունեք նմանատիպ փորձառություն, երբ որ Վաշինգտոնում տարբեր կոնգրեսականների, սենատորների, ուրեմն այդ հանդիպումներ են տեղի ունենում, խոսակցություններ են տեղի ունենում, իրանք շատ հաճախ անակնկալի են գալի բոլորովին այլ տեսակետ լսելով Հայաստանից, քան իրանք սովորաբար լսում են իրենց ընտրող ամերիկահայ քաղաքացիներից եւ որ ավելի կարեւոր է իրենց ներկայացուցչական այդ կառույցներից, նորից ԱՆԿԱ եւ այլն։ Ես հիշում եմ մի կոնգրեսական, երբ որ զրուցում էին 23-24 թվականներն էին, ասաց ոնց դու ինձ ուզում ես ասես խաղաղության համաձայնագիրը լավ բան է, բա մենք մեզ ասում են ամեն ձև պայքարենք այդ խաղաղության համաձայնագրի մեջ։ Մեկ այլ կոնգրեսական ինձ ասում էր դու իմ կյանքում առաջին հայն ես, ով վրա չի գոռում, թե ինչի ամերիկան ցեղասպանությունը չի ճանաչում եւ այլն եւ այլն։ Հիմա sense մի հատ հարց, ձեր այնքանով որ դուք եք նկատել, հիմա այս հարաբերությունների համատեքստը հաշվի առնելով, խաղաղության այն գործընթացը հաշվի առնելով, որը որ կա, հայկական կառույցները Վաշինգտոնում ավելի շատ խանգարում են, թե օգնում են հայ-ամերիկյան հարաբերություններին ըստ ձեզ։ Սա իմ կողմից կարևոր արդիական հարց է։ Մենք պետք է տանջատենք կողքով Ամերիկայում ապրող հայերին, այնտեղ գործող երկար ինստիտուտ, այդ որոնք կոչվում են ներկայացուցչական այդ կազմակերպություններից, շատ կարող է իսկապես կարող գնահատական տալ այդ կազմակերպության հիմնական շահերը որն են։ Օրինակ, այդ մարդիկ իսկապես, օրինակ, չգիտեմ, պապիկից ավելի տարիքով մարդիկ ցեղասպանության հետ կապված խնդիրներով դա ընտանեկան իրենց մոտ եկել ու իրանք ուղղակի դրան հավատում են, ուղղակի իրանք հետ պետքա երկար խոսել ու միգուցե ինչ-որ բան պարզվի, թե այդ մարդիկ ուղղակի ներգրաված են այլ հատուկ ծառայությունների կողմից ու կոնկրետ աշխատանք են տանում։ Դե ունենք եթե ներգրաված են այլ հատուկ ծառայությունների կողմից ինչքան էլ խոսենք անիմաստ է։ Եթե ուղղակի իրանք պետքա ծանոթացնել իրավիճակի հետ, իրանք երբևէ Հայաստանում չեն եղել, իրանք թվում է որ ես ու դուք էլ եք այդպես մտածում, իրանք հետ ուղղակի պետքա խոսան։ Ու սա պետություն իմ կասկով հայկական պետությունը պետք է անի դեսպանատան միջոցով տարբեր կազմակերպությունների միջոցով։ Մի այլ հանգամանք էլ կա։ Կան շատ մարդիկ, որ այդպես չեն մտածում, բայց այդ մարդիկ չգիտեն որտեղ հավաքվեն, ում շուրջ համախմբվեն, ինչ են։ Ստեղ իմ կազմով պետություն լիքը աշխատելու բան, հատկապես դեսպանատունը։ Իսկ ստեղծել նոր կազմակերպություններ, մարդկանց հետ խոսալ, ներգրավել, գտնել մարդկանց, ովքեր հետաքրքրվում են, որտեղ այդ սերունդը փոխվում է։ Հիմա մենք այս 90-ականից հետո այդ սերունդը որ գումա դա տարբերվում է։ Մյուս կողմից օրինակ եթե կան կազմակերպություններ, որոնք օրինակ մի փոքր այլ կերպ են մտածում, քան օրինակ մենք, իրանք ունեն այդ շքեղությունը այդպես մտածելու, որովհետև իրանք ամեն դեպքում այս անվտանգության պատասխանատու չեն, բայց օրինակ մեզ պետք է ինչ-որ նարատիվներ ամեն դեպքում բացացնել, եթե ճկուն հարաբերություններ կարողանան կազմակերպել այդ կազմակերպությունից, բայց որտեղ եթե վստահություն չեղավ անհնար է։ Բայց եթե լինի վստահություն, այսինքն հարցեր, որ հայոց հայկական պետականական ինստիտուտը չեն կարող բարձրաձայնել, բայց իրենք կարող են բարձրաձայնել, համագործակցություն այդ մակարդակում էլ է հնարավոր, այսինքն անպայման չի որ մենք բոլորս նույն բանը ասենք, բայց կարող ենք տարբեր բաներ ասել, բայց այնպես չէ որ լրիվ տարբեր, բայց իրար օգնող, որ գնում է մեկ նպատակի։ Այստեղ ամենակարևոր հարցը ուղղակի գիտեք որն է, պարոն Պետրոսյան, այդ մեկ նպատակի շուրջ կարողանալ պայմանավորվելը։ Որտեղ օրինակ ես չեմ տեսնում, որ այդ կառույցներից շատերի համար այդ մեկ նպատակը Հայաստանի Հանրապետության բարօրությունն ու հարատևությունն է։ Դա կարող լինի վրեժը, դա կարող լինի արդարությունը, դա կարող լինի հայդատը, դա կարող լինի պատմական հայրենիքի վերադարձը, բայց այս 4-ից եւ ոչ մեկը Հայաստանի Հանրապետության հարատևության մասին չի։ Այերևի թե սա է խնդիրը։ Ես կիսում եմ ձեր տեսակետը, որ մենք պարտադիր չի որ մենք նույն բանը ասենք։ Պարտադիր չի որ մենք նույն ձև այդ բանը ասենք, բայց եթե մեր ծրագրանպատակային դաշտի մեջ կա տարբերություն, դա մեծագույն խնդիր է հենց հայկական պետության համար, Հայաստանի Հանրապետության համար, որովհետև փաստորեն մի մարմին, որը Ամերիկայում իդենտիֆիկացվում է որպես հայկական, չի կիսում այս պետության հարատևության գերնպատակը։ Միանշանակ համաձայն եմ,
ու սա լուրջ խնդիր է, սա օգտագործվում է նաև նույն Ադրբեջանի կողմից, սա խաթարում է մեր դիրքերը ԱՄՆ-ում, կոնգրեսում, այսինքն մենք ունենք ռեսուրս, որ կարող ենք ավելի արդյունավետ օգտագործել, բայց օգտագործում մեր դեմ աշխատում։ Վերջո փաստորեն ստացվում է, որ մեր դեմ աշխատում ու ես վստահ եմ, որ իրանց շատերը դա հատուկ են անում, այնպես չի, որ իրանք չեն հասկանում։ Կասկած շատ լավ է ամեն ինչ հասկանում, ուղղակի իրանք այլ շահեր ունեն։ Այդ այլ շահերը ո՞րն է ասես։ Ավելի շատ ռուսական դիրքից են իրանք իմ կարծիքով։ Ինչպես մենք Հայաստանում ունենք կուսակցություններ, որ միջև Հայաստանի մասին խոսել մի հատ մտածում են Ռուսաստանի ինչ կմտածի, ասենք միջև Հայաստանի այսպես ասած խնդիրների մասին մտածում են Ռուսաստանը Ուկրաինայում կհաղթի թե չի հաղթի, նույնն էլ իմ կարծիքով կազմակերպության մեջ, որովհետև ռուսական հատուկ ծառայությունները խորհրդային տարիներում հենց ամենառաջին աշխատել են այդ տարբեր երկրների սփյուռքերի հետ, որովհետև իրանց համար խորհրդային տարածքում իրենք ազդեցության խնդիր չեն ունեցել, իրենց նպատակը խնդիր գեներացնելն էր Արևմուտքում, Մեծ Բրիտանիայում, ու միջոցով դա անել, դա պետք է անել այդ ազգերի միջոցով, ովքեր ունեն սփյուռքեր ու ովքեր ունեն պատմական արդարությունը վերականգնելու մղում։ Այս բոլոր չափանիշները, այսպես ասած, գործակալ դառնալու համար անհրաժեշտ նախադրյալներ են։ Հիմա հայ ժողովուրդը այդ Թուրքիայի հանդեպ մեր պատմական անարդարության զգացումը միշտ օգտագործվել է որպես ներգրավելու, գործակալ ներգրավելու եւ օգտագործելու, այո, ներգրավելու, օգտագործելու, շահագործելու, վերջում էլ ստեցություն անելու միջոց։ Ընդ որում այդ ձեր ասացի իհարկե ամենամեծ օրինակը Ռուսաստանն է, բայց մենք բոլորովին վերջերս նաև նման օրինակ տեսանք Իսրայելի կողմից, էլի, երբ որ ախր այնքան ցինիկաբար այդ ամեն ինչը արվեց, երբ որ տասնամյակներ շարունակ երկրորդ ժողովուրդը, որը որ ցեղասպանության է ենթարկվել, որը երևի թե այդ երկու ժողովուրդն աշխարհերեսին, որ այդ մասշտաբի հանցագործության են ենթարկվել, տասնամյակներ շարունակ ընդհանրապես դա չէր քննարկվում Իսրայելը, երբ որ քննարկվում է միշտ տապալվում էր, եւ մենակ այն բանը, երբ որ իրանք Թուրքիայի հետ խնդիր ունեցան, այս հարցը ուղղակի գործիքայնացվեց։ Իսկ թվում է դա գիտեք ուղղակի մեծագույն անարգանք առաջիներին հենց մեր եւ մեր զոհերի նկատմամբ այն ինչ որ Իսրայելը արեց եւ ոնց ինքը դա արեց։ Իսկն այդ թեմաների օգտագործումը ով ոնց հասցնի թեմաների օգտագործումը եւ շարունակելու է օգտագործել։ Բայց վերադառնալով ձեր թույլտվությամբ թրիփի խոսակցությանը, որտեղ ես կարծում եմ ինչքան էլ որ հիմա մարմին ձևաստանում մեր մնացած համագործակցություններ լինի, դա կիսահաղորդիչներ, արհեստական բանականություն, էներգետիկայով, ամեն դեպքում այս պայության մեր ֆլագմանային, այսպես ասած, համագործակցության ուրեմն պրոյեկտը շարունակվում է հանդիսանալ թրիփը, վերջերս Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ստորագրեցին փաստաթուղթը։ Հիմա տրամաբանորեն հաջորդ քայլը լինելու է այն, որ այդ Դելավերում նախատեսված ամերիկյան փայատեր կազմակերպությունը պետք է ստեղծվի եւ հետո պետք է ստեղծվի այդ հայ-ամերիկյան ընկերությունը, TRIP Development Company, TRIP-ի զարգացման ընկերությունը։ Մենք կարանք ձեր այդ արձանագրենք, որ սա մեր տարածաշրջանում ամերիկյան ոչ միայն ամենահեռուն գնացող, այլ նաեւ ամենալուրջ քաղաքական ներկայություն ապահովող պրոյեկտն է։ Թե օրինակ համար դուք գիտեք Վրաստանում, Ադրբեջանում որևէ այլ ավելի մեծ ամերիկյան ներկայության պրոյեկտ։ Իմ տեղեկությունը սա պետք է որ ամենամեծը լինի, ամենահեռանկարայինը։ Հեռանկարայինը լինի ու աշխարհակահական արժեքով նաև, կասկած սա շատ մեծ է։ Ու իմ կարծիքով այս զարգացումներին, որ մենք գնում ենք, իրանք շատ լավ փորձել են հնարավորություն օգտագործել։ Իմ կարծիքով այս հատվածում մեր հիմնական խնդիրը ուղղակի պետք է լինի արագ մեր տնային աշխատանքները անելը։ Դե իմ կարծիքով բոլոր այս մեծ process-ը, մեծ գործընթացը բաղկացած է տարբեր էլի մեծ գործընթացներից, որը գնում հասնում օրինակ փոխվարչապետի գրասենյակի ավագ մասնագետի մակարդակով մի մարդու սեղանին, որտեղ պետք է հարց լուծել կամ այդ որ համայնքները որ այդ ճանապարհը պետք է գնա, կոնկրետ այդ համայնքներում արագ պետք է ինչ-որ խնդիրներ հասցեագրել։ Ոստեղ արդեն մեր կարողություններն են, մեր կարողությունների հարցն է գալի, որտեղ նման մեծ պրոյեկտ մենք չենք իրականացնել։ Կամ եթե ինչ-որ մեծ բան եղել է, հիմնականում մենք կոպտած հենց մենք անձամբ չենք արել են։ Հիմա իմ կարծիքով ստեղ շատ կարևոր է դա, որ մենք արագ փորձենք մեր տնային աշխատանքներ ոչինչ չուշացնենք, շատ արագ մի բան էլ ավել, ոնց որ մենք անենք, ասենք մենք կարենք, սպասում ենք ձեզ, մենք կարենք, սպասում ենք ձեզ։ Ու իմ կարծիքով մեր դերակատարությունը նաև որպես այս խնդրով մտահոգված, հետաքրքրված, ինչ որ նաև ինչ-որ փոքր ազդեցություն ունեցող մարդիկ նաև այս առումով պետք է լինի, որ մենք փորձենք մենք մեր հերթին այս process-ը առաջ մղենք, որտեղ
մեր պետական կարողությունները այդ բոլոր հանգամանքներով պայմանած, որ ամեն ինչ պատվիրակել են Ռուսաստանին, մենք ուղղակի գործ չանելով նաև թուլացել ենք, այսինքն ինտելեկտուալ ծուլությունը բերել է նաև կարողությունների ծուլություն։ Սահմանափակման։ Պարոն Պետրոսյան, այս պրոյեկտը ունի ինչպես հակառակորդներ, այնպես էլ շահառուներ։ Շահառուների մեջ երևի թե առաջինը, որ ես կնշեմ, կենտրոնական ասիական պետություններն են, որովհետև սա հնարավորություն է կենտրոնական Ասիան կապել մեր միջոցով դեպի Թուրքիա, դեպի Արևմուտք, դեպի Միջերկրական ծով, միջազգային ջրեր եւ այլն եւ այլն։ Երկրորդ շահառուն, որին մտքին գալիս է, դա Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Երրորդ շահառուն Արևմուտքն է, բայց ինքը ունի նաև հակառակորդներ։ Դա առաջի հերթին Ռուսաստանն է, որովհետև ըստ էության ստեղծվում է ցամաքային ճանապարհ, որը շրջանցում է հենց Ռուսաստանը, եւ երկրորդը Իրանն է։ Ես ուզում եմ մենք խոսենք այս երկրորդից, որովհետև ես տեսնում եմ Հայաստանում հիմնականում հենց Իրանի օրինակն է բերվում, որպես գիտեք, այսպես օրինակ, թե ինչ եք դուք խոսում, ոնց կարելի է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները զարգացնել, Իրանը գտնվում է պատերազմի մեջ, Միացյալ Նահանգները դուք ուզում եք հարաբերությունները զարգացնել Միացյալ Նահանգների հետ, մի հատ վերեք թրիփ կառուցեք Մեղրի հովիտում, այսինքն Իրանի անմիջական սահմանին։ Բայց այստեղ մի քանի շերտ կա։ Առաջինը, եթե մենք նկատենք, թե Իրանը ինչ ուղղությամբ արեց հայտարարություններ եւ ինչ ուղղություններով արեց հարվածներ պատերազմի ֆոնին, երևի թե միակ երկիրը, որի հետ 0 խնդիր արձանագրվեց, հենց Հայաստանն էր։ Երկրորդը, այնպես չի, որ Իրանը թրիփից հետաքրքրություններ եւ շահեր չունի։ Հակառակը, ես կարծում եմ, եթե մենք դա կարողանանք ճիշտ մատուցել, Իրանը շահագրգիռ կողմից մեկը կարա դառնա թրիփի պարագայում, որտեղ դա իր համար 3 ճանապարհ ըստեյության բացում։ Մեկը ուրեմն Նախիջևանով թրիփով դեպի Ռուսաստան, Ադրբեջանի երկաթգծային համակարգով, որտեղ իրենք ուղիղ երկաթգծային կապ չունեն Ռուսաստանի հետ։ Երկրորդը Նախիջևանով, Հայաստանով, Վրաստանով դեպի Սև ծով, որտեղ իրանք երկաթգծային կապ չունեն Սև ծովի հետ։ Եվ երրորդը այսպես անակնկալ կամ հետաքրքիր, դա Նախիջևանով, Հայաստանով, Կարս Գյումրիով դեպի Թուրքիա, որտեղ անգամ Թուրքիայի հետ Իրանը չունի երկաթգծային առանց փոփոխությունների կապ, որտեղ իրանց միջև գոյություն ունեցողը դա Վանա լճի վրայով անցնող կապն է, որը նավա ստիպված լինում տեղափոխել բեռները եւ Վանա լիճ անցնել։ Եվ ըստ էության մեր խնդիրը այն է, որպես իրանական կողմի հետ մենք կարողանանք տեղ հասցնել, որ սա որևէ անվտանգային ռիսկ իրանական կողմի համար իր մեջ չի պարունակում, այլ հակառակը պարունակում է հնարավորություններ։ Ոստեղ մենք երևի թե նորից գալիս ենք այդ նույն խոսակցությանը, մենք պետություն ենք, թե պետություն չենք։ Որտեղ այն մարդիկ, ովքեր ասում են՝ մի արեք Իրանը կջղայնանա, ըստ էության ասում են՝ դուք պետություն չեք, դուք չեք կարող Իրանի հետ աշխատեք։ Համեցեք։ Ես համաձայն եմ, ու իմ կարծիքով նաև միջև հնարավորությունները ընդգրկած, այսինքն սա ինչ հնարավորություն է տալիս Իրանին, իրանական կողմի նաև պետք է պատմել, բացատրել, ներկայացնել այլընտրանքը ինչ կարող է լինել։ Իսկ այլընտրանքը այն կարող է լինել, որ ունենալով հյուսիսում փաստորեն 3 հարևան, չէ, Թուրքիա, Ադրբեջան, Ադրբեջանի իրենք ունեն խնդիրներ, Թուրքիայի հետ մրցակցում են տարածաշրջանում ազդեցության հեգեմոն դիրքի համար, իրանք կարող է զրկվեին Հայաստանից ու թուրք-ադրբեջանական այդ փակվեին իրենք։ Ու այս կոնֆլիկտը, պատերազմը, նաև դրա համար էլ չէ, պարզկաստ ասում սահմանների փոփոխություն թույլ չենք տալու, զորավարժություն տեղի ունեցավ, բայց արդյոք դա բավարար էր, որ Սյունիքը մնար պաշտպանված մնար, ինչպես ես չեմ կարծում։ Դա նույն ջերմուկի երբ որ էսկալացիան տեղի ունեցավ, դա ավելի շատ կանգնեցվեց արևմտյան զանգերի միջոցով, այլ ոչ օրինակ Իրանի զանգի միջոցով, էլի։ Այսինքն Իրանին պետք է ներկայացնել միգուցե սա ձեր համար լավագույն սցենար կամ ձեր ուզածը չի, ինչպես եւ մեր, հա դուք կարող եք ոնց կա տենց մնա, բայց մենք չենք կարողանում ապահովել, որ ինքը ոնց կա տենց մնար ու ռուս-ադրբեջանա-թուրքական ճնշում այդ Զանգեզուր Միջանսկի մասով մենք մենակ չենք կարող ապահովել, միայն ձեր վրա էլ հույս դնելով էլ դուք գիտեք, որ չենք կարող, այսինքն պատճառը ստից է գալիս։ Ու իրանական կողմը իմ կարծիքով սա պետք է ասել, որ իրենք պատկերացնեն, մեզ թվում է, որ իրանք ամբողջովին էսպիտի պետք է պատկերացնեն մեր դիրքից, որտեղ իմ կարծիքով իրանք այդ նոյեմբերի 9-ի մեկնաբանությունը ինչպես ամեն մեկը իր ուզած ձևով մեկնաբանել, նույնը իրանք են մեկնաբանել։ Ու այստեղ ես վստահ եմ, որ իրենց պետք է ուղղակի հասցնել, որ այս լուծումը եկել է հակակշռելու խնդրից օրակարգից հանելու այն մեկին, սա մեկ։ Երկրորդը սայից հետո էլ իմ կարծիքով ձեր ասած այս հնարավորություններն են ու Իրանի մասով էլ հայտարարությունների մակարդակով մենք տեսանք, որ իրանք դեմ չարտահայտվեցին։ Այնտեղ այո, այդ կրոնական առաջնորդի հետ փոխկապակցված մարդիկ ինչ-որ բան ասեցին, բայց քաղաքացիական
ղեկավարությունը դեմ չարտահայտվեց, իրենք տարածաշրջան միակներից էին, որ դեմ չարտահայտվեցին։ Դե իրենք են հասկանում սրա կարևորությունը ու ինձ թվում է, որ ինչպես Թուրքիայի խաղակարգն է օգտագործվում, նույն կերպ Իրանինն է օգտագործվում ու այստեղ ուղղակի մենք լիքը կոմունիկացիա հաղորդակցելու խնդիր ունենք մարդկանց բացատրելու, որ Իրան-ամերիկյան պատերազմը տեղում դա չի նշանակում, որ թրիփին Իրանը պետքա դեմ լինի, էլի, այստեղ այդ պատժայտվական կապը շատ բազմաշերտ է։ Այո, պարոն Պետրոսյան, նաև Հայաստանում շատ լուրջ քննադատություն կա, մարդիկ կան ասում են այս ամեն ինչը Դոնալդ Թրամփին է հետաքրքիր, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որտեղ իր անունով է այս ենթակառուցվածքը, սա իր անձնական նախաձեռնությունն է, ինքն էլ 3 տարուց գնալու է, այս ամեն ինչը մենալու է անտեր։ Ընդ որում, գիտեք ինչն է հետաքրքիր, դրանք հիմնականում նույն մարդիկ են, ովքեր երբ որ մենք Բայդենի ադմինիստրացիայի ստորագրում ենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, ասում են ինչ եք խոսում, մի շաբաթ մնաց այդ ադմինիստրացիան, այս հաջորդ ադմինիստրացիան գալու է ոչ էլ նայելու այդ փաստաթղթերին։ Համեցեք։ Միացյալ Նահանգները ի վերջո նախագաների ճաշակով են առաջնորդվում, թե այնտեղ ավելի լուրջ բաներ կան։ Այո, իմ կասկածով սա շատ կարևոր հարցերից մեկն է, որովհետև հիմա մենք, քանի որ մեր մոտ քաղաքականություն անձնակենտրոնն է շատ եղել, կուսակցություններն են անձնակենտրոն, դեպքերն են հիմնականում, նույնիսկ նաև պատմական դեպքերն ենք մեկ-մեկ։ Մեզ թվում է, որ այլ երկրներն էլ են այդպես։ Ամերիկան ամենավերջինն է այդ ցուցակում, այնտեղ կան ինստիտուտներ, ու այդ ինստիտուտները աշխատում են հստակ տրամաբանությամբ։ Հիմա եթե երկու մասի փորձենք բաժանել, ուրեմն առաջին եկեք նայենք օրինակ Դոնալդ Թրամփը միջև գալու ընտրությունը ինչ էր ասում, չէ՞, ինքը ասում էր ես նվազեցնելու եմ մեր ազդեցությունը պատերազմներում զորքերը պետքա հետ գան, քիչ ենք ներքաշվելու, մեղադրում էր Բայդենի վարչակազմին կոնֆլիկտների մեջ մտնելու համար, ինչ տեղի ունեցավ, իրենք ավելի շատ են հիմա մտել կոնֆլիկտների մեջ։ Այսինքն այդ ինստիտուտի ինչ-որ տրամաբանությամբ որ գործում էին, ինքը չի կարողացել այդ ինստիտուտի տրամաբանությունը փոխել։ Հակառակ ինքը եկել այդ հոսքով գնում է, ակի հակառակը իր տեմպերամենտից այլ լոբիստական խմբեր իր վրա ազդեցությունից նույնիսկ ավելի ակտիվացել։ Ու ինչա՞ չէ նշվում, որ եթե հիմա ռուս-ուկրաինական ամերիկան արդեն կողմ է, այլ ոչ թե միջնորդ, Թրամփը որտեղ վերցրեց դերակատարությունը, ինքը դա պետք է կանգնեցնի, իրանական էսկալացիան տեղի ունեցավ։ Վենեսուելան չմոռանանք։ Վենեսուելան, մի քանի օր Կուբայի քննարկվում։ Այս ինչ եմ ուզում ասեմ, որ տրամաբանությունը ինստիտուտներով է, անձիկ ազդեցություն ունենում են, բայց տրամաբանությունը ինստիտուտներով է ու որ ավելի մի փոքր մասնագիտական կարճ փորձենք ասել, Ամերիկայի արտաքին քաղաքականության համար կան դպրոցներ, այս ոչ մեկ չի կարող վիճարկել, կա 4 դպրոց։ Մեկը իզոլյուցիոնիստներն են, որոնք ասում են մենք կենտրոնում ենք Ամերիկայի վրա, մեզ չի հետաքրքրում աշխարհի միջավայրում, որտեղ ինչ է տեղի ունենում, ոչ մեկ մեր վրա չի կարող հարձակվի։ Այդ Ատլանտյան խաղաղ օվկիանոսները ապահովում են, ոչ մեկ այդքան ուժի մեր վրա հարձակվի, հետո որ պետք չէ գնալ ինչ-որ տեղ։ Մյուսը այդ offshore balancing-ի կողմնակիցներն են, որոնք ասում են մենք հետաքրքրություններ ունենք Եվրասիայում, մեզ պետք է որ Եվրասիա տարածաշրջանում հեգեմոն չլինի, օրինակ Ռուսաստան կամ Չինաստան, դա համար հենց տեսնենք Չինաստանն ուժեղանում պիտի Ռուսաստանին օգնենք, հենց տեսնենք Ռուսաստանն օգնում, ուժեղանում պետք է Եվրամիությանը օգնենք, այսինքն պետք է փոխվենք, չպիտի երկարաժամկետ բանակ։ Մյուսը լիբերալ հեգեմոնիայի կողմնակիցներն, ովքեր նշում են, որ ամենտեղ շահեր ունենք, ժողովրդավարական երկրներին պետք է օգնենք, դաշինքներ, որը ավելի շատ Բայդենի վարչակազմն էր, ու մյուսը primacy կողմնակիցն, որոնք Թրամփի հանրապետականներն են, ովքեր ասում են ամեն տեղ շահ ունենք, ամեն տեղ ակտիվ լինելու ենք, ուղղակի դաշնակիցներին շատ չենք վստահում, մենք մեր ձևով ենք անելու, այն ինչ որ հիմա տեսնում ենք, որ անում են։ Հիմա այս երկուսը primacy-ն ու liberal hegemonian միակ ակտուալներն են։ Offshore balancing-ն ու isolationism-ը երկրորդ համաշխարհային ծառայից վերջացել է։ Վուդրո Վիլսոնը որ եկավ, արդեն դերից սկսվեց լիբերալը, իրանք հետ Մոնրոյի դոկտրին շատ բարդ է պատկերացնել ոնց են գնալու։ Ու Թրամփը իրական ամենաշատն էր այդ ռետորիկայով խոսում, որտեղ լսարան կար դրա համար, ինքը եկավ լրիվ հակառակարեց։ Այսինքն տեսնելով հիմա կարող է primacy լինի, այսինքն որ դաշնակիցների վրա շատ շեշտ տնեն, օրինակ եթե ժողովրդավարները կան, բայց եթե նույնիսկ դա չլինի, լինելու այն ինչ որ հիմա կա։ Այսինքն տեսնել տրամաբանական փոփոխություն ու մյուս կարևոր հարցը, եթե մենք նայում ենք, որ իրանք հեռանկարում նպատակը Չինաստանին հակակշռելն է, որ իրանք վաղուց ասում են, Թրիփը հենց այդտեղ մեծ դերակատարություն ունի, հենց Չինաստանին հակակշռելու համատեքստում։ Ու Ռուսաստանի հետ կապված, եթե պատկերացնենք, որ իրանք պետք է վաղ թե Ռուսաստանի հետ փորձեն հարաբերություններ կարգավորել, որ Չինաստանին հակակշռեն, այնպես չի Թրիփը, որ Ռուսաստանն այնտեղի շահերը չի կարող տեսնել։ Մենք հիշում ենք, որ Վիտկոֆը միջև եկավ մեզ մոտ, գնաց Ռուսաստան, ու իր կարգով սա այնտեղ խոսվել է։ Այսինքն բոլոր այս սցենարներում Թրիփը կենսունակ է։ Համաձայնում ձեր հետ։
Եվ շատ շնորհակալ եմ, որ փորձեցիք ներկայացնել մեր հեռուստատողի համար, թե ինչքան խորն է գնում Միացյալ Նահանգներում որոշումների կայացումը։ Գիտեք, ինձ թվում է անգամ մեր օրինակի վրա ենք մենք դա տեսնում, էլի, երբ որ մենք իսկապես այդ ռազմավարական գործընկերությունը ստորագրել ենք նախորդ վարչակարգի հետ, ժողովրդավարական վարչակարգի հետ, հաջորդը հանրապետական վարչակարգ էր, որը գրեթե բոլոր թեմաներով ուներ այլ տեսակետներ, բայց այդ հաջորդ վարչակարգը եկավ եւ մեր հետ ստորագրեց այդ հարաբերությունները էականորեն խորացնող մի փաստաթուղթ։ Այսօրվա դրությամբ թրիփի վերաբերյալ մենք կարող ենք տեսնել, որ կոնգրեսում ընդդիմություն չկա։ Այսինքն լինես ժողովրդավարական թե հանրապետական, երկու կողմերն էլ կողմ են այս պրոյեկտին։ Այսինքն ի վերջո կան արտաքին քաղաքականության մեջ Միացյալ Նահանգների համար իսկապես իրենց ռազմավարական նպատակներից ելնող պրոյեկտներ եւ ուղղություններ, որի շուրջ բանավեճ ըստ էության չկա։ Եւ ինձ թվում է մեր մեծագույն հաջողությունը կլինի այն բանը, որ մենք կարողանանք արձանագրել այլևս, որ Հայաստանը այդ կետերից մեկն է։ Որտեղ այդ կետերը շատ քիչ են, այդ կետերից է օրինակ Հարավային Կովկասը, ներողություն, Հարավային Կորեան, Թայվանը, Իսրայելը, մի քանի կետ կա աշխարհի երեսին, որտեղ որ Միացյալ Նահանգները հստակ իր համար սահմանել է, որ ինքը ունի շահեր հետաքրքրություն, եւ որտեղ ինքը հետեւողականորեն այդ հետաքրքրություններով շահերը, այսպես ասած, առաջ է մղում։ Պարոն Պետրոսյան, վերջին թեման, որ ուզում եք քննարկել, դա մեր հասարակությունների միջև կապերն է։ Գիտեք, մի կողմից, քանի որ մենք ահռելի սփյուռք ունենք Միացյալ Նահանգներում, մենք կարանք ասենք, որ Հայաստանը այսպես շատ ու շատ պետություններից ավելի մերձ կապեր ունի Միացյալ Նահանգները, որտեղ գնալ-գալ կա, հազարավոր մարդիկ գնում են, գալիս են, կապը կա եւ այլն։ Բայց միևնույն ժամանակ ես կարամ ասեմ նաեւ, որ Հայաստանում շատ վատ են ճանաչում Միացյալ Նահանգները, ինչպես եւ Միացյալ Նահանգները, դա նա մեծ է, նա կարա մեզ հանգիստ չճանաչի, բայց օրինակ եթե մենք համատենք, թե Հայաստանը ոնց են ճանաչում Ռուսաստանը, Հայաստանը ոնց են ճանաչում այլ պետությունները, ոնց են ճանաչում Միացյալ Նահանգները, շատ սահմանափակ է։ Այստեղ ինչ լուծում եք տեսնում, սա որտեղ սա նույնիսկ մենք վերադառնում ենք այդ ասած տնային աշխատանքի դաշտ, էլի, մեզ պետքա կրթության վրա հենց Միացյալ Նահանգները ուսումնասիրող ավելի շատ շեշտ, մեզ պետքա այդ փոխադարձ այցելություններ, միմյանց համալսարաններում գործուղումներ եւ այլ այդ հարցը ինչքանով է կարևոր ըստ ձեզ, եթե մենք խոսում ենք հայ-ամերիկյան հարաբերությունների երկարաժամկետությունից։ Շնորհակալ եմ, գազգո շատ կարևոր հարց է, մի բան արագ ասեմ, նախորդ հարցի հետ կապված։ Մի բան էլ ֆիքսենք, որ Ամերիկայում կան քաղաքական գործունեություն ու կա deep state, բյուրոկրատիան։ Իսկ օրինակ եթե ԱԳՆ քարտուղարը փոխվում է, անպայման չի որ օրինակ Հարավային Կովկասի վարչության պետը փոխվի։ Ու այս deep state-ը շատ ուժեղ է։ Deep state-ը սրանք մասնագետներն են, որ շատ լավ տիրապետում են երկիրը, ու երբ որ քաղաքական որոշում կայացնողները գալիս են, իսկ ընտրությունը եղավ, կուսակցական թիմը գալիս է։ Իրենք հաշվի են նստում deep state-ի հետ։ Այսինքն մեզ նաև կարող է deep state-ի հետ աշխատել ու ինքնազգու սա ազդել է։ Ու մյուսը այս կուսակցությունների մասով փոփոխությունների մեր աշխատանքի հետ կապված, որ մենք հիշում ենք, որ հայկական կողմը իրական ընտրություններից առաջ սկսեց աշխատել Տրամպի վարչակարգի թիմի հետ, Վենսի հետ եղավ վարչապետի հանդիպումը, ուստեղ դերակատարությունները ուսել հայկական սփյուռքը։ Այո։ Ու այս կապերը բան շատ կարևոր է, այսինքն մենք այս առումով պետք է գնանք։ Հայ-ամերիկյան լրիվ համաձայն ավելացնեմ նույնիսկ որ Եվրոպայի Ամերիկայի հետ կապված մի հատ աղճատված պատկերացումներ կան, որ հատուկ է արվել։ Չգիտեմ այդ բառը չեմ ուզում օգտագործել, բայց օրինակ չգիտեմ որ տղամարդկային չեն, ինչ որ շատ ազատ են բան։ Ես Թեքսասում եմ շատ պահպանողական, մեզնից պահպանողական են։ Ես այս պահպանողականություն չէի պատկերացնում։ Հիմա մեզ իմ կարծիքով այս հարցը հասցեագրված մի քանի track-եր ճանապարհն է, բայց մեկը համաձայն կրթությունն է ու այս փոխանակման ծրագրեր գնալ գալ խոսալ, բայց կարճաժամկետ չի, քիչ ավելի երկար, որը ենթադրում է իր հետ համագործակցություն։ Այսինքն որ գնանք 2 շաբաթ, 3 շաբաթ նրանք հետ գանք, այլ ստաբիլ այդ աշխատենք ու տեսնենք ունենք իրենց աշխատանքային էթիկան, իրենց դիսցիպլինան, իրենց կարգապահությունը կատարելության հասնելու ցկտումը, սեփական անձի հանդեպ պարաշկոտությունը, ամենակարևորը աշխատասիրությունը, տառապանք, տանջանքը։ Մեր համար դա կարող է տանջանք լինի, ոնց են աշխատում, էլի։ Մյուսը իմ կարծիքով ամերիկական բիզնեսի ներկայությունը Հայաստանում, որ հայկական նույն բիզնես գործընկերները տեսնեն թե օրինակ ամերիկյան բիզնեսը ոնց աշխատում, այլ երկրների բիզնես ոնց աշխատում, իսկ ամերիկյան բիզնեսը ասում է կոնկրետ առանց իրար խաբելու, գցելու հստակ պայմանավորվածությունների վրա, որը բոլորը սիրում են։ Բոլոր մարդիկ ուզում են կանխատեսելիություն, հստակություն ու հատկապես բիզնեսում։ Ու իմ կարծիքով ամերիկական բիզնեսը եթե կամաց գա, սկսի գալ Հայաստան, իր այդ բերի նաև այդ կապիտալ, իր այդ բերի այդ աշխատանքային մշակույթը։ Ու տարբեր հիմա կլինի թրիփի կողմի այդ հայկական քաղաքները, բնակավայրերը, գյուղերը
Նայեն տեսնեն թե այդ բիզնեսը իրան ոնց է, մեկ է ռուսական բազայի զինվորները իրանց ոնց են պահում։ Ես չեմ ուզում ասել, որ ռուս ժողովուրդը վատն է, ռուս մարդիկ վատն են։ Մենք խոսում ենք ինստիտուտների մասին, մենք խոսում ենք գործը կազմակերպելու մասին։ Այդ արդեն հողի վրա այդ process-ը ինքնին գնալու է։ Իսկ իմ կարծիքով հայ ժողովուրդը իրականում այս ամենը շատ լավ էլ հասկանում է։ Մենք եթե տեսնենք ինչ փոփոխություններ մեր մոտ տեղում ինչպիսի ազդեցության ներքո, հայ ժողովուրդը ասես կենսափոց մի հատ մեծ ունի, որը եթե ինքը հնարավորություն է տեսնում հասկանալու, հիմա մենք օրինակ եթե տեսնենք վիզայի լիբերալիզացիան օրինակ որ եղավ, Եվրոպա հնարավորությունով գնալ աշխարհ, մենք տեսնենք թե ինչպես հայ մարդը արագ կողմնոց, դե մենք ճկունենք։ Ու կասեմ սա կօգնի արդեն մեզ։ Այսինքն բիզնես կրթություն ու ինստիտուցիոնալ կապեր։ Շնորհակալ եմ շատ հրավերություններով այս քննարկմանը մասնակցելու համար։ Հարգելի հեռուստատողներ, մենք այսօր խոսեցինք Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերություններից, դրանց վերջի տարիների դինամիկայից, շատ բան կար քննարկելու եւ վստահ եմ, որ մենք ապագայում եւս առիթներ կունենանք անդրադառնալու այս թեմային։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00։